Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր մենք եթերում ուղիղ կաշխատենք եւ ոչ սովորական ֆորմատով, դուք գիտեք, որ այսօր Իսրայելը հարվածել է եւ շարունակում է հարվածել Իրանին, մոտ 20 բարձրաստիճան զինվորական է սպանվել, այդ թվում գլխավոր շտաբի պետը եւ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը, այդ սպանությունները թիրախային նույնպես շարունակվում են, Իսրայելը անցել է արդեն օդանավակայանների եւ այլ օբյեկտների հարվածելուն, քիչ առաջ խոսած Խոմեյնին եւ հայտարարեց, որ Իրանի պատասխանը կլինի շատ դաժան, Իրանում ցույցեր են Թեհրանում եւ պահանջում են վրեժ, դուք գիտեք, այնտեղ բարձրացվել է վրեժի կարմիր դրոշը, Թրամփը հայտարարեց, որ իրենք զգուշացրել էին Իրանին, որ 60 օրում պետք է կնքեն ատոմային այդ պատմությամբ Թրամփի թելադրած կանոններով պայմանագիրը, ինչից Իրանը հրաժարվեց եւ նա ասաց, որ հա տեսեք ինչ է ձեր հետ լինելու։ Իսրայելը հայտարարում է, որ շարունակելու է օպերացիան մինչև տրամաբանական ավարտ, Պուտինը խոսացել է եւ Նաթանյահուի եւ Խոմեյնիի հետ եւ դատապարտել է Իսրայելի գործողությունները առաջարկելով միջնորդական առաքելություն, Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Իսրայելի հարվածները, ասելով, որ այն մեր տարածաշրջանում ստեղծում է ավելորդ լարվածություն եւ միջազգային իրավունքի խախտում է մեծ իմաստով։ Մոտավորապես այս իրավիճակն է հիմա, ես կարճ ներկայացրեցի այն ինչ հետաքրքիր կլինի ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, այժմ ներկայացնեմ մեր հյուրերին։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյան, բարեկո պարոն Գրիգորյան, շնորհակալություն հավերը ընդունելու համար։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյան, բարեկո պարոն Ղևոնդյան, շնորհակալություն հավերը ընդունելու համար։ Արաբագետ Արմեն Պետրոսյան, բարեկո պարոն Պետրոսյան, շնորհակալություն հավերը ընդունելու համար։ Եվ քաղաքագետ Արեգ Քոչինյան, բարեկո պարոն Քոչինյան, շնորհակալություն հավերը ընդունելու համար։ Դե, սկսենք, բացատրեք ինչա կատարվում եւ ինչու է կատարվում։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան։ Գնանք այսպես, բայց ակտիվ։ Ну, նախ ուզում եմ ասել, որ ակնհայտ է, որ դա ագրեսիա է։ Մի պետության կողմից այլ մյուս պետության դեմ։ Բացատրեմ, դա շատ կարևոր է, շատ է հիմա քննարկվում, տարբեր վերսիաներ, ինչու Հայաստանը քննադատեց, դատապարտեց այդ, դա դասական ագրեսիա է։ Բացատրեմ ինչու։ Արիթը այդ հարվածների որն էր։ Իսրայելը ասում է, մենք թույլ չենք տա, որ Իրանը ատոմային ռումբ ստեղծի, հասնի նրան, որ ռումբ ստեղծի։ Բոլորս ինչ որ չափով այդ մտավախությունները կիսում են, չէ՞։ 20 տարի առաջ նույն բանն էին ասում։ Նույն բանն էին ասում, չէ, բացի դրանից կիսում է աշխարհը, որ Իրանը ինչ որ բան ուզում է ստեղծել, Միացյալ Նահանգները ինչի սկսեցին այդ բանակցությունները, ստիպել, որ հրաժարվի։ Իրանը ի պաշտոն է հրաժարվեց զենք ստանալ, այնտեղ մեխանիզմներ կլինեին վերահսկելու այդ process-ը, բայց Միացյալ Նահանգները Իսրայելը պահանջին ընդհանրապես նաև խաղաղ նպատակներով, այո, խաղաղ նպատակներով էլ, դες հարստացումը ուրանի որ չլինի։ Հիմա դու կարող ես լավ, այնուամենայնիվ Իսրայելը որոշեց դա քիչ է իրան ու հարվածեց, բայց կներեք հարվածնել եթե հասցվեին միայն այն գործարաններին, որտեղ որ կարող է ստեղծվել միջուկային զենք, ես հասկանում եմ, բայց հիմա այդ հարվածները այս մի օրվա մեջ հասան բոլոր ամբողջ տարածքի Իրանի, նաև այդ թվում ռազմական օդանավակայանների, նաև այդ տեղերը, որտեղ կան հրթիռներ, ATS-ներ եւ այլ։ Ну ես չեմ ասում ռմբակոծություններ, նաև քաղաքների դեմ, կոնկրետ ղեկավարների դեմ, ակնհայտ է դա ագրեսիա է։ Դա է պատճառը, որ ոչ թե պետք է քննադատել Իսրայելը այդ միջուկային զենք հնարավոր զենքի ստեղծման հետ կապված ճիշտ արեց թե ոչ, այլ Իսրայելը իր պահանջներից դուրս քայլեր արեց։ Ուրեմն դա ագրեսիա է։ Էդ էլ հաշվի առնենք, որ Իրանը մեր հարևանն է, ցանկացած դեպքում մեր վերաբերմունքը քաղաքական համակարգի ունակ չի պաշտպանվելու, բայց մեր հարևանն է, չէ՞, ցամաքային սահման մենք ունենք, ուրեմն մենք մտահոգված ենք, որ ապակայունացումը կբերի անցանկալի զարգացումների։ Ու էլի 1-2 գործոն բերեմ, ինչի մենք ճիշտ արեցինք, որ դատապարտեցինք։ Քանի որ Իսրայելը դաշնակից է Ադրբեջանի, նույնիսկ այ հիմա շատերը չգիտեն, այ Իսրայելին ինչքան է պետք, չէ՞, հիմա զենք, զինամթերք ինչքան է պետք,
Համագործակցում է ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի հետ շատ ակտիվ։ Ու մյուսը դուք բոլորս շատ լավ հասկանում եք, ինչքան թուլանա Իրանը, ինչքան ուշադրությունը շեղի հայ-իրանական սահմանը պաշտպանելու կամ ինչ որ ոտնձգություն, եթե մեր դեմ լինի, պարզա հիմա Իրանը հնարավորություն չի ունենա նույնիսկ աջակցելու, պարզա կարող են մտնել մեզանից ինչ որ բան օտարել։ Դա կլինի ռուս-ադրբեջանական նախաձեռնություն, թուրք-ադրբեջանական, դա կարող են քննարկել։ Պարզա որ մենք պետք է դատապարտենք այս ձևի process-ը, դա է պատճառը, որ ես համարում եմ մենք արձագանքեցինք շատ adekvat։ Խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյանը անդրադարձավ իրավական կողմին, ես մի փոքր ավելի կցանկանայի խոսել աշխարհաքաղաքական համատեքստի մասին, տեսեք Իսրայելը հարվածում է ռազմական օբյեկտներին։ Ես ասեմ ցավ տեղեկություն, Իրանը բաց է թողել 150 բալիստիկ հրթիռ դեպի Իսրայել եւ հրթիռները ճանապարհին են։ Ահա։ Նվազեցնել ռազմական ներուժը ինչ է նշանակում, նշանակում է Իրանին դարձնել ավելի կառավարի։ Ամեն դեպքում Իրանը երկրագնդի վրա այս պահին արևմուտքի համար եւ Իսրայելի համար որպես քաղաքակրթական արևմուտքի մաս գորշ կետերից մեկն է եւ Իրանը այն կետն է, որի խնդիրը Տրամպը լուծելու բավական լուրջ մտադրություն ուներ, նույնիսկ այդ մտադրությունը երևում էր նախընտրական պայքարի շրջանում, երբ նա ամենածանր մեղքերի մեջ մեղադրում էր Իրանին։ Երբ այս վերջին շրջանում գործընթաց սկսվեց ամերիկա-իրանյան, կային հույսեր, որ Իրանը գուցե հետքայլեր կկատարի եւ Միացյալ Նահանգներին առիթ չի տա Իսրայելի կապերը բաց թողնել, որպեսզի Իսրայելը այս գործողությունը սկսի։ Ցավոք սրտի այդ հույսերը չարդարացան եւ մենք տեսնում ենք, որ տարածաշրջանը ապակայունանում է։ Մյուս կողմից պետք է նշել, որ ըստ ամենայնի, անկախ նրանից, որ դուք այդ նորությունը կարդացիք, ըստ ամենայնի Իրանի ներուժը բավարար չէ, որպեսզի համարժեք պատասխան տա, ինչը նշանակում է հավանաբար, որ Իրանը ավելի շատ կփորձի պատասխանի այդպես ընդհանուր ծածկույթ ստեղծել եւ ոչ թե իրականում հավասարի մրցել Իսրայելի հետ, որովհետեւ Իրանին ձեռնտու է գործընթացները դեպի մարում տանելը եւ ոչ թե դեպի սրացում տանելը։ Եթե դա տեղի ունենա, ապա կարելի է կանխատեսել, որ այս գործընթացը մի փոքր ավելի ակտիվ, բայց նման կլինի նախորդ տարի նմանատիպ փոխադարձ կրակոցներին։ Եթե դա տեղի չունենա, իսկ Իսրայելը շատ բան է անում, որպեսզի դա տեղի չունենա, մինչեւ հիմա էլ կարծես թե շարունակում է տարբեր ուղղություններով հարվածները, ապա տարածաշրջանը կարող է բավական լուրջ փոփոխությունների ենթարկվել եւ այստեղ էլ կա մեկ բան, տեսեք ռեժիմի մասին ակնարկեց պարոն Գրիգորյան, ես պիտի նշեմ, որ Իրանի ներսում գուցե գործընթացներ տեղի ունենան, որոնք կբերեն այս իրավիճակի հանգուցալուծման բացարձակապես այլընտրանքային ձևի, եթե Իրանի ներսում փոփոխություն տեղի ունենա, եկեք ուշադրություն դարձնենք, որ վերջին շահի որդին է հայտարարություն արել այն, որ Իրանը պետք է վերադառնա մինչև 1979 թվականը գործող ռեժիմին, իսկ դա նշանակում է արևմուտքի հետ, այսինքն գորշ կետի բացում, այսպես ասենք, արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ, այս դեպքում իրավիճակը կայունանա ինքնին։ Խնդրեմ։ Շնորհակալություն, նախ փորձեմ արձագանքել պարոն Գրիգորյանի ընչեցած մտքին։ Ես անշուշտ համաձայն եմ, որ այն ինչ որ տեղի ունենում դա ագրեսիայի բացահայտ է, բայց ցավոք սրտի աշխարհը եւ նաեւ տարածաշրջանը գտնվում է այն իրավիճակում, որ կան բազմաթիվ երկրներ, որոնք համարում որ Իսրայելի գործողությունը ինքնապաշտպանություն է, պարզապես կանխարգելիչ հարվածի միջոցով, գործողության միջոցով փորձում է կանխել Իրանի կողմից հնարավոր ուրեմն սպառնալիքները։ Սա առաջին, երկրորդը, ինչ է անում Իսրայելը։ Իսրայելը լուծում է իր անվտանգային մարտահրավերները, իր անվտանգային խնդիրները եւ քանի որ, ինչպես արդեն նշեցի, աշխարհում եւ տարածաշրջանում բարենպաստ իրավիճակ է, Իսրայելը տեսնում է հնարավորություն ամբողջովին լուծելու այս խնդիրը։ Իսրայելն ունի պլան մինիմում, ունի պլան մաքսիմում։ Պլան մինիմումը կարծես թե լուծել է։ Դա Իրանի եւ լուծում է Իրանի միջուկային եւ հրթիռային ներուժի չեզոքացումն է եւ իհարկե բարձրաստիճան զինվորականները, որոնք եւ գիտնականները, այո, որոնք մեծ դերակատարում են ունեցել այս ներուժի ձևավորման հարցում։ Պլան մաքսիմումը Իսրայելի դա բնականաբար Իրանում վարչակարգի փոփոխությունն է։ Այս պահին կհաջողի հասնել դրան թե ոչ, զարգացումները ցույց կտան։ Բայց ակնհայտ է, որ Իսրայելը գնում է այս ուղղությամբ սկսած 2023 թվականից։ Եվ երբ որ փուլարփուլ դիտարկում ենք նրա գործողությունները,
բազմաշերտ այսպես հաշվարկներով նրանք եկան հասան սրան։ Այսինքն Իրանը 2023 թվականի մինչև հոկտեմբերի 7-ը ուներ ներկայություն անմիջապես Իսրայելի սահմանին, ուներ ներկայություն Սիրիայում, ուներ ներկայություն Գազայի հատվածում, ուներ ներկայություն Լիբանանում։ Հիմա սպառնալիքը արդեն հասել է Իրանի սահմանի եւ անգամ անցել է սահմանից ներս։ Այսինքն փուլ առ փուլ այս բոլոր ուղղություններով հաջողված գործողություններից հետո փաստացի այս պայն արդեն ռազմագործողություններ է իրականացնում Իրանի ներսում։ Եվ ես համաձայն եմ նաև այն դիտարկումներին, որ բացի թիրախային օբյեկտները, որոնք իրականում բավականաչափ կարևոր են նույն միջուկային ծրագրի իրականացման համար, փաստացի փորձ է արվում ռազմավարական առումով ենթակառուցվածքները այո, բոլոր ենթակառուցվածքները շարքից անել։ Այսինքն թույլ չտալ զրոյացնել կամ հնարավորինս նվազեցնել Իրանի հնարավոր պատասխանի ներուժը, որովհետև այս հակամարտությունը պետք է ճիշտ հասկանալ։ Ինքը շատ յուրահատուկ հակամարտություն է, կարող իրենք չունեն ընդհանուր սահման եւ հիմնական այդ գործողությունները հերավար կամ օդուժի միջոցով են։ Այսինքն Իրանի ինքնապաշտպանական տեխնոլոգիական պատերազմ։ Այո, Իրանի պաշտպանական ներուժը, պատասխանի ներուժը հիմնականում լինելու է հերավար զենքերի միջոց, սպառազինությունների միջոցով, եթե դրա որոշակի հատված դեռևս ուրեմն պահպանվել է եւ Իսրայելի գործողությունները միտված է նաեւ այդ պատասխան գործողությունները նվազեցնել։ Գիտեք, ես կարծում պետք է արձանագրենք, որ Իսրայելը փայլուն ռազմական օպերացիա իրականացրել է։ Շատ լուրջ նախապատրաստած, Իրանի տարածքում ընդ որում նախապատրաստած, որտեղ մենք ունենք տեղեկություն, որ դրոնային հարվածները եղել են հենց բուն Իրանի տարածքից, եւ հիմա այս պայությամբ Իրանը ոնց էլ պատասխանի եւ ինչ էլ պատասխանի, դա չի լինելու համարժեք պատասխան, որովհետեւ նման պատասխան անելու համար Իրանը պետքա ունենար ամիսների նախապատրաստական աշխատանք, որը որ այս պայմանությամբ չկա։ Այսինքն ես այստեղ համաձայն եմ Պարոն Ղեմոնդյանի դիտարկման հետ, որ Իրանի պատասխանը ավելի շատ իմիջային բնույթի է լինելու, այսինքն ինչ որ հնարավոր է ուղղակի լցնել Իսրայելի վրա եւ ասել, տեսեք, մենք պատասխանեցինք Իսրայելին։ Այստեղ ես կարծեմ շատ կարևոր է այս պահին արդեն Միացյալ Նահանգների դերակատարությունը որն է լինելու եւ դիրքորոշումը որն է լինելու։ Այս պայծությամբ շատ նման է լավ ոստիկան, վատ ոստիկան այդ դերախաղին։ Երբ որ Իսրայելը վատ ոստիկանն է, ասենց մինչև վերջ փորձում է ամեն ինչ ոչնչացնել, այսպես, մաքսիմալ հարվածներ հասցնել։ Տրամպը հայտարարեց, որ այ հիմա էլի շանս ունեք կնքելու։ Այո, հենց դա եմ ասում, որ Միացյալ Նահանգներն էլ լավ ոստիկանի դերն են տանում, նորից բերում են նույն փաստաթուղթը, որի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել, եւ այո, պահանջը հիմա տարբերվում է նախկինում եղած պահանջից։ Եթե նախկինում Իրանի արչեւ դրված էր հստակ պահանջ երաշխիքներ տալ միջուկային զենքի տեխնոլոգիան ոչ միայն միջուկային զենք չստեղծելու, այլ երաշխիքներ, որ իրանք այդ տեխնոլոգիան չեն ունենա միջուկային զենք ստեղծելու։ Հիմա ընդհանրապես պահանջը դրած է հարստացում ուրանի չունենալ։ Այսինքն նույնիսկ ատոմակայանների վառելիքը գնել, ոչ թե սեփական ներուժով այդ ուրանը հարստացնել ատոմականի վառելիքի համար։ Եվ հիմա Միացյալ Նահանգները նորից բերել են այդ նույն փաստաթուղթը, ասում են այս իրադարձությունից հետո մենք ձեզ նորից առաջարկում ենք վերադառնալ բանակցությունների։ Այստեղ ես ուզում եմ երկրորդել պարոն Պետրոսյանի ասացին, երբ որ դուք տեսնում եք անցնող տարիների ընթացքում ինչ է տեղի ունեցել։ Իսրայելը տոտալ պատերազմի տրամաբանությամբ, մեթոդաբանորեն Իրանի յուրաքանչյուր հենակետ, յուրաքանչյուր հնարավորություն, յուրաքանչյուր հզորություն մեկ հետևից ոչնչացնում է։ Այո, սկսելով իր սեփական սահմաններից, Հեզբոլա եւ այլն, հիմա արդեն հասել է Թեհրան։ Այս պայմանությամբ ստացվում է իրավիճակ, որ Թեհրանում ցանկացած զինվորականի Իսրայելը կարողանում է ոչնչացնել, կարողանում է սպանել։ Զինված ուժերի գլխավոր շտաբպետից սկսած ցանկացածով վերջացրած։ Իրավիճակը ըստ էության դա է։ Երբ որ այստեղ մենք տեսնում ենք ինչ են առաջարկում ամերիկացիները, իրանք բերում են այդ նույն փաստաթուղթը նորից եւ ինչ որ չափով իրավիճակից ելք են առաջարկում։ Այստեղ Իրանը առանց լրջագույն իմիջային ուրեմն կորուստների ելք չունի ըստ էության, որտեղ այն ամբողջ բանը, որ իրանք ստեղծել էին, որ մենք գիտեք այսպես տարածաշրջանի ուժային կենտրոն ենք, մեր հետ պետքա բոլորը հաշվի նստեն եւ այլն, դե ստացվում է, որ այդ ամեն ինչը մի քիչ այնքան էլ այդպես չի։ Բայց ելքը հիմա ըստ էության իմիջի կորուստն է ու ընդհանրապես ռազմական պոտենցիալի կորուստն է, որովհետեւ եթե այս տեմպը պատերազմի եւ այս հարաբերակցությունը պատերազմի շարունակվում ասեմ դες որ Թել Ավիվը այս պահին ռմբակոծության տակ եւ Թել Ավիվում պայթյուններ են։ Ինչպես նշեցի, պարոն Ղազարյան, տեսեք, Խոմեյնին ասել է, որ պատերազմը դուք եք սկսել, դե ստացեք։ Շատ լավ, ես ինչպես նշեցի, ես չեմ բացառում հիմա հրթիռակոծություններ, հրետանակոծություններ, պայթյուններ Իսրայելում, բայց դրանք համեմատելի չեն նրա հետ ինչ որ այսօրվա ընթացքում ստացել է Իրանը եւ չեն կարող համատեղել, որովհետեւ եղել է շատ լուրջ պատրաստական, նախապատրաստական աշխատանք, որը հակառակ կողմից ըստ էության չի եղել։ Հա, հրթիռներ բացվում են հնարավոր։ Ռազմական գնահատական թե որքանով է ոչնչացվել Իրանի
ատոմային տեխնոլոգիաների ներուժը չկա հələ իրականում։ Չկա, որովհետեւ դրանք գետի տակ էին, դրանք հողի վրա չէին։ Բայց փաստը մնում է փաստ, որ 2 տարի առաջ ոչ ոք չգիտի։ Շատ լավ, փաստը մնում է փաստ, որ 2 տարի առաջ Իրանն էր ներկա Իսրայելի սահմաններին, հիմա Իսրայելը այդ իր սահմաններին ամբողջ ներկայությունը ըստեյության ոչնչացրել է եւ ռմբակոծում է ու կարողանում է բարձրաստիճան զինվորականներ սպանել, ըստեյության իր ընտրած ցանկացած զինվորականին սպանել Թեհրանում, Իրանի մայրաքաղաքում։ Այս ամեն ինչից իհարկե ամենակարևորը հիմա մեզ համար պետք է այս ամեն ինչը ոնց հասնում մեր տարածաշրջանի վրա եւ այդ մասին խոսենք, բայց նախքան դրան վերադառնալը, պարոն Գրիգորյան, մենք Իրանի հարևանն ենք, բարեկամն ենք, մենք Իրանի հետ ենք, մեր արտգործնախարարությունը հայտարարություն արեց, դատապարտեց, բայց դա քիչ է։ Ինչու է Իրանը մենակ։ Դա շատ կարևոր ու լավ հարց է։ Ուղղակի իմ վերլուծության մեջ ես միշտ ելնում եմ ինչից։ Մեր տեսանկյունից։ Պարզա Իսրայելը իրոք լուրջ հնարավորություններ ունի, տեխնոլոգիապես զարգացած է։ Մենք բոլորս հասկանում ենք, դա ինչ որ չափով նույնիսկ գնահատում ենք, բայց ես ասում եմ դա աշխատում է մեր օգտին, թե մեր դեմ, ակնհայտ է աշխատում է մեր դեմ։ Դա է պատճառը, որ ես ճիշտ եմ համարում, որ մեր կառավարությունը պահանջում է, որ հարգվեն միջազգային։ Մեզ պետք է ուժեղ Իրան։ Հասկանում եմ, բայց հենվել միջազգային նորմերին նաև պետք է, քանի որ ստացվում է այդպես, որ մենք ակամա հիմա պաշտպանում ենք ավելի ուժեղին։ Ադրբեջանը այսօր ավելի ուժեղ է մեզանից, եկեք չթաքցնենք, Ռուսաստանը իր հետ է, Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը նույն ձևի կարող է մեզ հետ վարվի վաղը ու կասի, գիտեք ինչա, հայերը ներկայացնում են իրենցից վտանգ, ռևանշիստ են, ինչ է ասում Իսրայելը, չունի Իրանը միջուկային զենք, բայց կարող է ունենալ, վաղն էլ կասի լուծեցինք այդ հարցը, Իրանի դրոնները, թեսները լուրջ են, ուրեմն ամբողջ այդ երկրով պետք է դրոնների կետերը ոչնչացնենք ու հեռու կարող են գնալ։ Բայց ձեր հարցը շատ կարևոր էր, ունի թե չունի Իրանը դաշնակից։ Իրանը դժբախտաբար հիմա գնում է այն սխալով, որով մենք ենք գնացել, Սերբիան, Սիրիան, կապում էինք մեր անվտանգությունը նաև Ռուսաստանի հետ։ Նու մենք ընդհանրապես մենակ Ռուսաստանի հետ դրա համար այս վիճակում ենք, բայց նույն Սերբիան հիշում եք, նույն Սիրիան միջև վերջ Ռուսաստանը, քանի որ ինքը թույլ է, ինքը ուրիշների շահերը հանձնելով լուծում է։ Օրինակ ես չեմ համարում պատահական, որ Թրամփը, երբ որ խոսեց հեռախոսազանգը մի քանի օրվա առաջվա վերջի հեռախոսազանգը Պուտինի հետ, նու բոլորը համոզված էին, որ Ուկրաինայից էին։ Կարծում եք նաև Իրանի հարցն է եղել։ Չէ, օֆիցիալ ասեցին, որ զգալի մասը այդ խոսակցության Իրանի հասն։ Պարզ է, որ Թրամփը ասեց Ռուսաստան մենք չենք կիրառի քո դեմ սանկցիա ու Թրամփը գիտեք դեմ է կիրառել նույնիսկ այսօր Պուտինի դեմ դրա փոխարեն ասեց հանձնի շահերը Իրանի մի քիչ գրեիկ են ասում բայց մոտավորապես սա է ինչով էր դա արտահայտվում պարզա Ռուսաստանը այն S400-ների կոդերը տվեց հակառակ դեպքում կներեք էլի հակաօթային համակարգը գոնե մի խփել են գոնե մեկին խփեր կամ երկուսին կխփեր ոչնչացրեցին ամբողջությամբ հակաօթային համակարգը Իրանի, բայց Իրանի հակաօթային համակարգը դա ռուսական համակարգն է։ Ինչ եմ ուզում ասել, ես չեմ բացառում, որ այդ խոսակցության ժամանակ Ռուսաստանը հանձնեց, ասեց, կարող ենք անցկացնել այդ ռազմական գործողությունները։ Այդ իմաստով ես ուզում եմ ասել, Իրանը նույնատիպ սխալներ է անում, որ մենք նախկինում ենք անում, բարեբախտաբար այս իշխանությունները դիվերսիֆիկացիա, բազմավեկտոր քաղաքականություն Ես ոչ միայն այդ տեսակետը չեմ կիսում, ես նաև չեմ կիսում այն տեսակետը, որ այս ամեն ինչը արված է օրինակի համար Միացյալ Նահանգների օգնությամբ եւ այլն։ Գիտեք, աշխարհը փոխվել է եւ Իսրայելին օրինակի համար ոչ ռուսներից կոդեր է պետք, ոչ էլ Միացյալ Նահանգներից թույլտվություն է պետք անելու համար ինչ որ ինքը ուզում է անել։ Շատ հաճախ է այդ օրինակ նույնը արվում է այդ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների, շատ մարդկանց թվում է թե այսպես Ադրբեջանը լինելով ավելի փոքր պետություն ինչ որ թույլտվությունների կարիք ունի Թուրքիայից, իսկ մինչդեռ շատ հաճախ հակառակն է լինում իրավիճակը։ Իսկն այն տրադիցիոն բաները, պատերները, նկակերպարները, որոնք որ մենք ունենք մեր մտքում, որ այ կան հզոր ուժային կենտրոններ, որոնցից ամեն ինչը կախված է, շատ հաճախ է լինում, որ միջին խաղացողները այդ հզոր ուժային կենտրոնների կամքին եւ ցանկությանը հակառակ իրենց գործողությունները կարող են առաջ տանել։ Ես օրինակ չեմ բացառում, որ Միացյալ Նահանգները իսկապես դեմ են եղել նման, այսպես գիտեք, ռադիկալ ռազմական միջոցառումների իրականացմանը, բայց Իսրայելը ունի բավականաչափ ինքնուրույնություն իր հարցերը լուծելու համար եւ գնացել է ու արել այն ինչ որ ինքը ուզեցել է անի։ Բայց ես ներողություն խնդրում ուզում եմ արձագանքել։
ոչ ոք չի ասում, որ Իսրայելը նստած սպասում են հրանք։ Համաձայն եմ, առանձին դեպքերում Ադրբեջանը ազդում է Թուրքիայի վրա, բայց կոդերը ստանալ դա հեշտացնում է Իսրայելի գործողությունը։ Հասկացաք չէ՞ միտքս։ Ուրեմն Իսրայելը բոլոր հնարավորությունները օգտագործում էր։ Բոլորը անպայման չի, որ հակառակ Ամերիկային անել։ Իմիջիայլոց ես դες ասեմ, դուք բերեցիք մեջբերում Տրամպից, բայց Տրամպը երեք նաև ասեց, որ մենք խորհուրդ էինք տալիս Իսրայելին թույլ տալ, որ այս կիրակի օրը բանակցությունները շարունակվեն, նոր սկսել այդ հարվածները։ Ուրեմն Տրամպը տարբեր բաներ է ասում, տարբեր, բայց միտքս ինչու՞մ է դա շատ կարևոր է հասկանալ, որ դինամիկա զարգանում։ Ինչի Իսրայելը չպետք է օգտագործել այն, որ օրինակ եմ ասում։ Ռուսաստանը կոպիտ ասած հետ կանգնեց Իրանից։ Իմիջիայլոց Իրանի դեմ այդ խաղացողի դեմ այզևի մեծ միջոցառում անցկացնել, դա ռիսկային է։ Սաուդյան Արաբիայից սկսած Ճապոնիայի հայտարարությունը կարդացեք։ Այդ միջազգային իմիջի Իսրայելը շատ ուժեղ է խփում։ Շատերը մտածում են հիմա իօքուտ Իսրայելի ամեն ինչ զարգանում է, դուք կտեսնեք ՄԱԿ-ում անվտանգության խորհրդի նիստ կլինի, այն քաղաքական բացասականը կազդի Իսրայելի վրա։ Այդպես չի, որ ինչ ուզենան անել, նույնիսկ Միացյալ վետոն կիրառելու է որևէ բանաձև չի։ Քաղաքականը կարող է ասել, բայց Իսրայելի մոտ ստացվեց ռազմավարական ոչնչացնել Իրանի ռազմական պոտենցիալը։ Բայց Հիմա ես օրինակ դեմ չեմ լինի Հայաստանը քաղաքական բաներ ունենար, հիմա Թել Ավիվի եւ Թել Ավիվի կենտրոնը ուղղակի հրթիռակոծման տակ է, եւ Երուսաղեմը եւ Թել Ավիվը։ Եվ դե հիմա դա ինչ նշանակում է, որ պատասխան ստանում է։ մենք տարբերակ ենք, էլի ինչա նշանակում քաղաքը հրետանակոծել, ինչա նշանակում քաղաքի մեջտեղը գլխավոր շտաբպետին իր տանը սպանել։ Պատասխան լինելու է, բայց պատասխանը կարող է պատասխանի արդյունքում կարող է ինչ-որ շենք փլվել, իսկ համեմատել շենքի փլվելը ռազմական ներուժի նվազեցման հետ մի կողմում համակարգային գործողություն է, որը ազդում է պետության հետագայում կառավարելիության, պետության աշխարհակաղակական գործընթացներում մասնակցության ներուժի վրա, մյուս կողմում ինչ-որ փլվածներ են, որը ընդհանրապես ֆինանսական խնդիր է, հետո կարելի է վերականգնել։ Ես ներողություն վերջացնեմ, բայց ես ամեն դեպքում կցանկանայի արձագանքել պարոն Գրիգորյանի եւս մեկ մտքին, որ Ռուսաստանը փաստացի տվել է Իրանը, ձեր ասածից այդպես է դուրս գալիս։ Ես կարծում եմ այստեղ կա նաև հակառակ տպավորություն, տեսեք, վերջին ժամանակներս տեղ են ունենում իրադարձություններ, որոնք ցույց են տալիս, որ գուցե նույն Իրանը, նույն Սերբիան եւ մնացած երկրները գուցե որոշակի առումով իրենք են փորձում իրենց որոշակի հերու պահել Ռուսաստանը։ Տեսեք, Վուչիչը երեք Ուկրաինայում էր, Հունգարիայի նախագահ Օրբանը վերջերս հայտարարում էր Ռուսաստանի հետ չկործանվելու մասին, գուցե Իրանն էլ նմանատիպ ինչ-որ կերպ իրեն հեռացրել է եւ բացի եւ այս ամենի համատեքստում նաեւ Հայաստանի արձագանքին կցանկանամ անդրադառնալ, ճիշտ ասած չեմ կիսում ձեր տեսակետը, որ Հայաստանի արձագանքը համարժեք էր, հաշվի առնելով հենց այն ինչի մասին մենք խոսում ենք, տեսեք Իսրայելը բավական լուրջ միջազգային աջակցություն ունի, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, մյուս երկրները հայտարարում են, որ իրենք պաշտպանում են Իսրայելի իրավունքը գործողություն իրականացնել, եթե հարձակում լինի, կպաշտպանեն Այո, եւ այս համատեքստում Հայաստանի կողմից հայտարարություն անել ի պաշտպանություն Իրանի այն դեպքում, որ Իրանի ներսում գուցե ինչ-որ մի բան փոխվի, որի մասին դուք խոստացաք, որ ներսում փոխվի թե չէ, Իրանը մեր բարեկամ հարևան երկիրն է, նրա վրա հարձակում եղել, բա մենք ինչ պետք է Ադրբեջանի համար էլ է բարեկամ հարևան երկիր, բայց Ադրբեջանը չեզոք հայտարարություն է արել։ Խնդրեմ, պարոն Պետրոսյան։ Ես մի քանի արձագանք ունեմ, նախ այն հարցին, որ ուղեցիք պարոն Գրիգորյան, ընդհանրապես Իրանի մշտապես ռազմավարությունը կամ մոտեցումը իր խնդիրների լուծման եւ ընդհանրապես քաղաքականության մասով միշտ եղել է այսպես ռազմավարական մենակի ուրեմն ռազմավարությունը եւ այդ կտրվածքով է ինքը իր անվտանգային քաղաքականությունը իրականացրել։ Հիմա շարունակելով պարոն Ղևոնդյանի եւ նաեւ ձեր բերած օրինակները, իհարկե պարոն Քոչինյանը ասացը եւս հասկանում ենք, որ Իրանի գործողությունները թիրախային առումով եւ իհարկե նշանակությամբ չեն կարող համեմատվել Իսրայելի հետ, որովհետեւ չունի ու պարզապես Իրանը նման հնարավորություններ։ Հիմա տեսեք, որ հենց այս պարագայում Իսրայելը ուներ օբյեկտիվ անհանգստություն միջուկային զենքի տիրապետելու մասով։ Որը պատկերացրեք, եթե հերթերների վրա լինում են միջուկային մարտագլխիկներ։ Այսինքն միայն այդ եղանակով Իրանը կկարողանար զգալի
ուրեմն պատասխան հարցնել, հետևանքներ, այո, այսինքն թիրախային չէր կարողանա ունենալ այն նույն գործողությունները, այն նույն տրամադրությունը չէր կարող իրականացնել, բայց միջուկային զենքի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է։ Իրանը ունի ի տարբերություն Իսրայելի շատ կարևոր ռազմավարական առավելություն, դա իր տարածքն է եւ բնակչությունը։ Այո, ինչը որ չունի Իսրայելը, Իսրայելի համար դա լրջագույն անգամ իրենց թիվ 1 օթանավը առաջին բորտ տեղափոխել են աթենք, որ հանկարծ Իրանի գործողություններ չդուր, այսինքն այս կարգի իրենց համար խոցելի է իրենց տարածքի փոքրությունը։ Հիմա գամ արձագանքի մասով, ես համաձայն եմ պարոն Գրիգորյանի հետ, տեսեք, այնուամենայնիվ մեր հարևանն է Իրանը, մեր բարեկամ երկիրն է Իրանը, եւ մենք մեր անվտանգության հետ կապված շատ լուրջ մի խնդիր ունենք, որի հետ կապված Իրանի հետ ունենք շատ ներդաշնակ դիրքորոշում եւ այս պարագայում Իրանի թուլացումը բոլորս էլ դա արձանագրեցին։ Ասում է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել են Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին։ Դե տեսնենք հետո։ Ասելը մի բան է, բայց դեռ պետք է հաստատվեր։ Դեռ պետք է հաստատվեն, որովհետեւ մի բան է հայտարարել, մի բան է իրական արդյունքները։ Այս բանը շատ դժվար է, տեղեկատվական պատերազմը շատ բարձր մակարդակով ընթանում է երկում եւ դժվար է իրական արդյունքներ ստանալ։ Բայց ես ուզում եմ շարունակել, տեսեք, շատ կարևոր մի հանգամանք կա։ Իրանը դեռևս բավականին թուլացած, բայց կարծում դեռևս իր ներկա անգամ ներուժով կարող է որոշակի զսպող դերակատարում ունենալ Ադրբեջանի հավակնությունների մասով։ Այնպես որ մենք ունենք խնդիր այս բան եւ մենք պետք է անկախ նենց աշխարհն ինչ է խոսում, մտածեք մեր խնդիրները։ Ես կարծում այս պահի իրավիճակի մասով ճիշտ է։ Այնտեղ ես երկու մաս եմ բովանդակության մեջ առանձնացնում։ Առաջինը միջազգային իրավունքով պայմանավորված, այսինքն ցանկացած ագրեսիա դատապարտելի է եւ պետք է դիվանագիտական հարթությունում խնդրելություն, մյուսը արդեն հստակ ուրեմն ուղերձեր Իրանին, որ մեր բարեկամն է եւ մեզ համար բնականաբար խնդիր է, երբ որ նման։ Ես կարծում եմ, որ այնտեղ պակասող բան կար հայտարարության մեջ եւ այդ պակասող բանը վերաբերվում է լուծումներին։ Տեսեք, ես ուզում եմ այստեղ նաեւ մեջ բերենք Ադրբեջանի հայտարարությունը ինչ ա եղել։ Ադրբեջանն էլ հայտարարել է, որ Իրանք իրավիճակի երկու կողմին կոչ են բացի այդ իրանք իրավիճակի հանգուցալուծումը տեսնում են ԱՄՆ նախագահի առաջ բերած առաջարկությունների եւ այդ բանակցային process-ի շարունակության մեջ։ Եթե այս երկու բաղադրիչները, որոնց մասին խոսեց պարոն Պետրոսյանը, դրանց հետ լիներ նաեւ այս երրորդ բաղադրիչը, որ մենք այո, մենք այնտեղ դեմ ենք ուժի կիրառմանը, մենք կողմ ենք միջազգային իրավունքին, բայց նաեւ կոչ ենք անում կողմերին շարունակել բանակցային գործընթացը, այն տրամաբանությամբ, որով որ դա առաջ էր տանում Միացյալ Նահանգները, այդ դեպքում ես կարծում եմ դա կլիներ շատ ճիշտ ուրեմն արձագանք Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս պայմանությամբ այդ արձագանքը ըստիս թերի է։ Ինքը ամբողջական չի։ Ինքը մի մասն է այն արձագանքի, որը որ պետք է մենք Իրանին ասենք դու կապիտուլյացիայի ենթարկվի, որովհետև Իրանը այդ Միացյալ Նահանգների ուլտիմատումը դիտում է որպես կապիտուլյացիա։ Եթե հիշում եք, այնտեղ այդպես էլ ասացին, չէ՞, ասացին դուք ինչ եք ուզում, որ մենք խաղաղ Իրան չհարստացնենք, որ արևմուտքից առնենք, որ մշտական կախման մեջ լինենք։ Պարոն Հասյան, հիմա այս պատրությամբ, եթե դա զենք չի, իրավիճակը շատ նման է, ես չեմ այսպես շատ կրիտիկական չեմ ասի, բայց իրավիճակը շատ նման է հետեւյալի, որ Իրանը կամ վերցնելու է այս գործարքը, կամ այս հարվածները շարունակվելու են ու շատ ավելի մեծ կորուստներ ունենալու Իրանը։ Ու այն տենդենսները, որոնք որ կան անցնող 2 տարիների ընթացքում, Սիրիայի կորուստը Իրանի համար, Հեզբոլայի կորուստը Իրանի համար, եւ այլն, եւ այդ բոլոր ուրեմն շարքերը ցույց են տալիս, որ մենք գործ ունենք այսպես մեթոդաբանորեն մեկը մեկի հետևից Իրանի հնարավորությունները ոչնչացնելու հետ։ Հիմա այս պայմանությամբ մենք իհարկե այսպես Իրանի փոխան իրար տեղը մտածել է այնքան էլ շնորհակալ գործ չի, բայց շատ նման է դրան իրավիճակը, որ ինքը կամ վերցնելու է այս գործարքը, կամ շատ ավելի մեծ տուժումների է գնալու։ Ընդ որում, պարոն Ղազարյան, ընդ որում միակողմանիորեն պաշտպանել Իրանին, քանի որ պարոն Քոչարյանի ասած մասը չկա, ստացվում է, որ մեր հայտարարությունը միակողմանիորեն պաշտպանում է Իրանին, սա նշանակում է բռնել կողմերից որևէ մեկի կողմը, ինչը Հայաստանի Հանրապետության համար դա ընդունել չպետք է լինի։ Եթե մենք բռնեցինք Իրանի կողմը, դա ճիշտ է։ Բացատրում եմ ինչու։ Իսրայելը մեզ հետ չի։ Գիտեք, մենք սովոր ենք մեզ խաբելու։ Իսրայելը ոչ թե մեզ հետ չի։ Մեր դեմ է։ Մեր դեմ է, ոնց մեր դեմ, աստիճան կա։ Հիմա կներեք, ես խնդրում եմ ավարտել։
նույն Միացյալ Նահանգները, նույն Տրամպը, այդպես էլ 100%-ով համաձայն չէր հիմա սկսել ռազմական գործողություն։ Էդ էլ ձեզ ասեմ, Տրամպը մի 3-4 հայտարարություններ արեց, նույնիսկ ինքը համոզված չէր, որ ճիշտ է այդ ուղղությունը։ Մարդիկ չեն պատկերացնում, այս արաբական աշխարհում Իսրայելի շուտ ինչ է կատարվելու այս պատերազմական գործողություններից հետո։ Ոնց են այդ մարդիկ ապրելու։ Իսրայելը փագեց ի պաշտոն է բոլոր դեսպանատները աշխարհում։ Դες այդ քայլը նույնիսկ Իսրայելը հասկանում է Նետանյախուն, որ կբերի մեծ դժգոհությունների, ուրեմն գիտեք, այդպես մեծ պատերազմ սկսելը նույնիսկ անարդար, ես կասեմ այդպես։ Ես ձեզ հարց եմ տալիս հասարակ։ Ուրեմն թուրքերը, Թուրքիան, կամ Ադրբեջանը, կամ Հայաստանը, այս ազգերը իրավունք ունենալ ատոմային կայարան, դες խաղաղ ճանապարհով օգտագործել միջուկային էներգիա, Իրանը իրանք չունի։ Այս ինչ տրամաբանություն է։ Կներեք էլ ինձ։ Ի վերջո դուք գիտեք, ՄԱԳԱՏԵ-ն ունի մեխանիզմներ այդպես վերահսկելու, որ տարբերակ չունես խախտել առանց հնչեղությունից, առանց ինֆորմացիայից։ Ուրեմն թող այդ մեխանիզմները ուժեղացնեին ու խաղաղ ճանապարհով հարստացնել թույլ տային։ Ուրեմն դա սխալ է, ասել դուք իրանք չունեք, այդ մյուս ազգերը բոլորը իրանք ունեն։ Այդ ինչ մոտեցում է։ Բայց նորից ես կրկնում եմ, իրոք ռեժիմը Իրանում բավական առանձնահատուկ է, կան կասկածներ արևմուտքի մոտ, մենք հասկանում ենք այդ կասկածները եւ այլ, բայց ես հիմա խոսում եմ նրա մասին, որ Իսրայելը մեր դեմ է։ Իսրայելը այսօր դա ֆանտաստիկա է։ Ռմբակոծում է Իրանը, պատկերացնում եք ամեն մի ռումբ ինչ կարևոր դեր է խաղում հրթիռ Իսրայելի համար, ուղարկում է հիմա զենք զինամթերք Ադրբեջանին։ Ինչի մասին է խոսքը։ Միանշանակ ճիշտ էր լինել հենց Իրանի կողմ, բայց մերոնք շատ ճիշտ արեցին, նշեցին միջազգային նորմերի համաձայն, որ մեզ չկապնեն, չասեն, «Էս ոնց դու Իրանին պաշտպանում ես ինչ որ միջուկային զենք ստանալու»։ Ոչ, միջազգային նորմերի համաձայն շատ հավասարակշռված ճիշտ մոտեցում էր ու ավելին մենք չէ որ պետք է սովորացնենք նույն Իսրայելին կամ Միացյալ Նահանգներին, որն է ճիշտ տարբերակը։ Դե Ադրբեջանը ուզում էր կներեք, էլի, Սիրաշայել Տրամպին դրա համար ասեց, այս Տրամպի տարբերակը։ Իդեպ ասեմ ձեզ, որ Հայաստանը ողջունում էր, չէ՞, այդ բանակցային process-ը։ Ուրեմն միջ այդ ողջունեց այդ process-ը, որը տանում է Տրամպը։ Ինչ եմ ուզում ասել, պետք չի վախենալ հստակ դիրքորոշում ասել։ Այդ սահմանը կյանքի սահման է հայ ժողովրդի համար։ Մարդիկ չեն հասկանում։ Եթե հիմա ապակայունացում գնա Իրանի, եթե մենք դեմը չառնենք, մյուս պետությունները չստիպեն Իսրայելին կանգնել, մոտավորապես 1 շաբաթից հետո ապակայունացում կսկսվի։ Հնարավոր է որ կսկսվի, այդ դեպքում ես չեմ ասում որ փախստականների մեծ հոսքեր կարող են գալ, բացի դրանից այդ սահմանը պաշտպանված չի լինի, իրար չկապենք։ Եկեք հիմա հարցի այդ կողմին նայենք։ Հայ-իրանական սահման։ Որքան է հնարավոր, որ սա մոտեցնի մեր Ադրբեջանի հարձակմանը, հա? Իրանի թուլացում, Իրանը կարելի է պարոն Ղազարյան ձեր հարցի տրամաբանության մեջ կապելով պարոն Գրիգորյանի ասացի, ցավոք սրտի այն ինչ պարոն Գրիգորյանը ասում է, դա իրավական կողմն է, բայց աշխարհում միջազգային հարաբերությունները իրավականի վրա հիմնված չեն, դրանք քաղաքականի վրա են հիմնված։ Իսկ քաղաքական առումով Իրանը Գորշ գոտի է եւ այդ գորշ գոտին քաղաքական իմաստն է։ Ոչ, եթե մենք հաշվի ենք առնում, որ միջազգային հարաբերություններ, ագրեսիա եւ այլն դատապարտում ենք իրավական առումով, որովհետեւ չեն պաշտպանվել իրավական նորմերը, որոնք կարգուկանոն էին հաստատում աշխարհում, դա իրավական մասն է աշխարհի միջազգային հարաբերությունների։ Իսկ եթե մենք նայում ենք, տեսնում ենք, որ Իրանը գորշ գոտի է արևմուտքի համար եւ արևմուտքը ցանկանում է Իրանի գորշ գոտին վերացնել, բացել, որպեսզի կարողանա Իրանը օգտագործել իր աշխարհակաղակական նպատակներով, սա քաղաքական համատեքստ է։ Եթե քաղաքական համատեքստին եք ուշադրություն դարձնում, ապա Հայաստանի համար այդ խաղի մեջ մտնել եւ հստակ տեսակետ հայտնել, որ մենք քաղաքական առումով Իրանի կողմից ենք, նշանակում է կողմ լինել այդ գորշ գոտում, ինչը միջազգային հանրության համար ընդունելի չի կարող լինել։ Նույնիսկ ընդունելի չի կարող լինել, գալով ձեր հարցին, պարոն Ղազարյան, նույնիսկ ընդունելի չի կարող լինել հենց Հայաստան-Իրան սահման ունենալու մասով։ Ի վերջո, Հայաստանի եւ Իրանի սահմանը
պահվում է ոչ միայն այն պատճառով, որ կա Իրանում այս ռեժիմը, յուրահատուկ ռեժիմը, որը բավականին ուժեղ էր մինչև 3 եւ այդ ուժեղ ռեժիմը որոշակիորեն պատրաստ էր այս հարցում որոշակի դիրքորոշում ունենալ, թույլ չտալ օրինակ, որ այսպես կոչված միջանցքներ բացվեն, բայց նաեւ եւ ավելի շատ պահվում էր այդ սահմանը այն պատճառով, որովհետեւ նույն արևմուտքին եւ այլ խաղացողների եւս ձեռնտու չէր, որպեսզի այդտեղ լինի արտատարածքային Հիմա միջանցք։ ինչպես սա կազդի տարածաշրջանային իրավիճակի վրա։ Ինչ ասենք Ադրբեջանից։ Ես այսօր տեսնում եմ նույնիսկ sense կիսախոճապային Ես նույնիսկ հենց խոճապային էի տեսնում, Խոճապային ոչ թե կիսախոճապային էի տեսնում։ Գիտեք, ինչպես դա շատ հաճախ արնում, իրավիճակը սև ու սպիտակ չէ։ Այն որ Իրանի թուլացումը մեր տարածաշրջանում մեզ համար ունի բացասական հետևանքներ եւ բացասական ազդեցություն, դա հստակ է, դա ապակայունացում է իր հետ բերում, դա այն շատ նուրբ ստատուս քվոն, որ այս պայությամբ ստեղծվել է եւ թույլ չի տալիս պարոն Ղևոնդյանի ասածս չակերտավոր միջանցքների բացում, այդ ամեն ինչ այդ կոնստրուկտը բնականաբար կա։ Բայց ես այստեղ ուզում եմ նաև մենք արձանագրենք, որ Իրանը միակ էլեմենտը չէր կամ միակ խաղացողը չէր, ով որ թույլ չէր տալիս այդ միջանցքների բացումը կամ այդ ապակայունացումների իրականացումը, իրացումը։ Այսինքն ինչ որ պանիկայի առիթ եւ կարիք ես կարծում չկա, միանշանակ է, որ մեր շահերից ավելի շատ կայելներ, որ այս պայմանությամբ Իրանը լիներ ուժեղ, ինքնապաշտպանվելու ունակ, ես չգիտեմ, իր սեփական զինված ուժերի գլխավոր շտաբին պաշտպանելու ունակ պետություն քան չլիներ այդպեսին, գլխավոր շտաբ պետին պաշտպանելու ունակ պետություն քան չլիներ այդպեսին, բայց դե հիմա սա իրականությունն է։ Եվ այստեղ գիտեք, պարոն Ղևոնդյան ասաց մենք իրավական կողմին ենք անդրադարձել հարցը, ես կարծում ավելին, մենք ոչ թե իրավական, մենք հարցի բարոյական կողմին ենք անդրադարձել, որը էլ ավելի հեռու է ռեալ պոլիտիկից ու միջազգային հարաբերությունների։ Հիմա արդար է թե արդար չի արդյոք, որ իրանցի ժողովրդին թույլ տալիս են թե թույլ չեն տալիս միջուկային էներգետիկա ունենալ, դա ես կարծում եմ այս հարցի հետ բոլորովին կապ չունի։ Կապ ունի այն, որ թույլ չեն տալիս։ Հիմա երբ որ իրավիճակը այդ է, որ թույլ չեն տալիս, այդ դրա պատասխանը մեր բարեկամ Իրանը չի։ Դրա պատասխանը փորձել այդ իրավիճակից Հայաստանի տեսանկյունից ամենամաքսիմալ հնարավոր քիչ կորուստներով դուրս գալը։ Այդ հնարավոր քիչ կորուստներով դուրս գալը իմ ասած տարբերակներ, երբ որ դու մի կողմից այո, պաշտպանի Իրանի տարածքային ամբողջականությունը, պաշտպանի միջազգային իրավունքը, բայց նաև այն մյուս կողմն էլ պետք է ասես, որ մենք նաև կոչ ենք անում շարունակել այն բանակցային գործընթացը, որը որ տեղի էր ունենում։ Էսկալացիայի վտանգ կա թե ոչ։ Էսկալացիայի վտանգ Բացի այն, որ միշտ կա։ Այդ բացի այդ, որ միշտ կա, իհարկե ինչ որ չափով ավելացել է այդ էսկալացիայի վտանգը, որտեղ մի բարձիկը կամ մի գոտին, այսպես ասենք, թուլացել է, բայց նաև ասել, որ այ ինչ որ sense բան կա, պատճառահետևանքային կապ կա, որը որ մի ամիս հետո բերելու է նրան, որ Ադրբեջանը մեր վրա հարձակվելու է, դա խոճապ է, դա իրականություն չէ։ Խնդրեմ, պարոն Պետրոսյան։ Ես ամեն դեպքում չեմ համաձայնի գործընկերների տեսակետին։ Որ տեսակետ։ Ասեմ, արձագանքի մասով, տեսեք, այստեղ պետք է հասկանալ հետևյալը. կա նախ հակամարտություն Իրանի եւ Իսրայելի միջև, եւ կա միջնորդություն Միացյալ Նահանգների կողմից։ Այս պահին ես համաձայն եմ պարոն Գրիգորյան, որ ինչ որ ուղղորդում մտցնել, ինչ որ գիտեք, ինչ էլ մտցնել այս հայտարարության մեջ, այսպես կարծես թե գիտեք, ինչ որ բուն այդ թիրախային ուղերձները շեղելու տեղ էր առաջացնել, որը մեզ պետք չի։ Ես կարծում եմ, որ այս պահին այո։ Որովհետև ամեն դեպքում այս են խնդիրն է, որտեղ պետք է լինել միանշանակ։ Պետք է լինել միանշանակ։ Հիմա ես շարունակեմ հազարական փոքր պետության համար միջազգային հարաբերությունները բոլոր են տեղնում, որտեղ մի քիչ հնարավորություն կա միանշանակ չլինելու, պետք է լինել ոչ միանշանակ։ Տեսեք, ես հիմա երբ որ զարգացնեմ միտքս, ինչ եմ ուզում ասել։ Ես միշտ իմ գնահատականներում միշտ հնչեցել եմ հետևյալ տեսակետը. Ադրբեջանը տևական ժամանակ պատրաստվում էր այս զարգացումներին։ Տևական ժամանակ։ Եվ երբ որ Ադրբեջանը 20 թվականից հետո շարունակում էր զինվել եւ ահռելի տեմպերով զինվել, եւ դուք էլ բոլորդ էլ ձեր խոսքում նշեցիք, որ չնայած Իսրայելը ունի այս պահին սպառազինությունների խնդիր, բայց շարունակում է Ադրբեջանի զենք մատակարարել։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ կա մեկ այլ հաշվարկ, որտեղ Իրանի դեմ գործողություններում Ադրբեջանի վերապահված է որոշակի դերակատարում։ Դուք այդ երկուսը կապում իրար հետ։ Այդ ձեր ասած իրավիճակի պատասխանը գծային չի, պարոն Պետրոսյան։ Այդ իրավիճակի, այսինքն որ Ադրբեջանը զինվում է, մեր պատասխանը դրան Իրանին հայտարարությամբ պաշտպանելը չի։ Տեսեք, Ադրբեջանը զինվում է ոչ թե մեր դեմ, Ադրբեջանը զինվում է Իրանի դեմ։ Լավ։ Որտեվ այն ծավալի սպառազինությունը, որ ձեռք է բերում, դա մեր դեմ չի։ Հիմա մեր հայտարարությունը այդտեղ Իրանին ինչով է օգնում։ Իրանին աջակցում է ոչ, բացի
քաղաքական դիրքորոշում է նաև, որովհետև եթե լինելու է այնպիսի իրավիճակ, իսկ Ադրբեջանը պատրաստվում է դրան, որ Ադրբեջանը մտնելու է խաղի մեջ, այստեղ Ադրբեջանին կանգնացնող միակ դերակատարը լինելու է Իրանը, ելով է կանգնացնելու։ Հայաստանի տարածքում նկատի ունեք։ Ոչ միայն Հայաստանի։ Լավ, այսպես ասեմ, Հայաստանը այս հայտարարությունը աներ թե չանեց, Իրանը խաղը կանգնացնել կամ չկանգնացնելը չի նայելու, Հայաստանը հայտարարություն արել է թե չի արել։ Ու ինքը խաղը չի կանգնացնում Հայաստանի սիրուն աչքերի համար։ Ինքը դառնում է իր շահերը։ Դե նույն տրամաբանությամբ Հայաստանը Իսրայելին ինչ որ ուղերձներ եղել թե չեղել, դրանով ինչ էր փոխվելու։ Հենց դրա մասին է խոսքը, որ մենք ավելորդ միանշանակ դիրքորոշում ենք հայտնել միտեղ, որտեղ դրա կարիքը չկար։ Որտեղ չեզոքությունը կլիներ ամենաճիշտ։ Իվերջ այդքան որ խոսում ենք դիվերսիֆիկացիան հարց չկա, այստեղ միանշանակ պետք է լինի։ Մաքսիմալ այսպես ոչ բլոկային քաղաքականության մասին պարտադիր չի ամենտեղ քո հստակ կարծիքը հայտնես, մանավանդ երբ քո կարծիքը չեն հարցրել։ Հիմա պատկերացրեք նույն Միչանսկի հարցով ներողություն։ Իրանի դիրքորոշումը լիներ երկի մաս։ Դուք նորից տանում եք բարոյական դաշտ։ Իրանի հարց չէ։ Իրանի դիրքորոշումը մեր շահերից ելնելով չի, իր շահերից ելնելով։ Բնականաբար, մեր շահերից ելնելով։ Մեր շահից ո՞րն էր, որ մենք հելանք հայտարարեցինք, որ բանա Իրանին խփելը սխալ է ու բանակցությունից չխոսացինք։ Այդտեղ մեր շահը ո՞րն է։ Ինչի երբ որ խոսքը գնում է դիվանագիտական գործընթացին աջակցելու առումով դիվանագիտության մասին ենք ասում։ Ես ուզում եմ արձագանքել պարոն Պետրոսյանի հետ համաձայն եմ, բայց ես ինչ եմ ուզում ասել։ Ոնց դու կարող ես լինել նեյտրալ հարցում այն պետության հետ, որի հետ դու ունես ցամաքային սահման, էտել երկու ցամաքային բաց սահմաններից մեկը։ Ոնց դու կարող ես նեյտրալ լինել։ Մենք ռուս-ֆրանսիական կոնֆլիկտը նեյտրալ չենք։ Եթե ապակայնացում իրոք գնա Իրանում, ապակայնություն կգնա, եթե Իսրայելը օրինակ մի շաբաթ ռմբակոծի, ուրեմն քաղաքական հայտարարությունը, քաղաքական դիրքորոշումը կազդի, բանջը մի պետություն դեմ է Իսրայելի, երկրորդը, երրորդը, չորրորդը հավաստիացնում եմ ձեզ 100-ից ավել երկրներ հայտարարություններով հանդես կգան, ոնց եկավ Ճապոնիան ու ի վերջո դա ազդեցությունն է, որ կանգնի Իսրայելը, որ չապակայունացվի Իրանը, այդ մեր շահերից չբխում։ Ուրեմն պետություն, որի հետ մենք ունենք ցամաքային երկուսից մեկի հետ բաց սահման բաց ցամաքային, շատ զարմանալի կլիներ, որ մենք նեյտրալ լինենք։ Մենք ռուս-ֆրանսիական կոնֆլիկտի հանդեպ նեյտրալ չենք։ Ավարտեմ ես։ Դու խոսում ես, ես քեզ չէ։ Ուրեմն պետք է հստակ դիրքորոշում ասես, որ քեզ ռեգիոնում սկսեն հարգել։ Այս ինչու Թուրքիան հստակ ասեց։ Թուրքիան պատմական խնդրեմ ունի Իրանի հետ բան, բայց Թուրքիան էլ հստակ ասեց։ Քանի որ ոչ միայն Թուրքիան դեմ է Իսրայելի խնդրեմ ունեն Սիրիայում, Գազայում, բացի դրանից Թուրքիան հասկանում է, եթե հստակ դիրքորոշում չասի, դա ինչ խաղացող է։ Ուրեմն շատ լավ է, որ մենք հստակ ասեցինք, ու ստեղ երկու հարց կա, որը մեզ համար կենսական նշանակություն։ Համատեղ սահման ոչ ոք իրավունք չունի խաթարել, հայ իրանական, ոչ ոք չի կարող ինչ որ քարկացի, դա է պատճառը, որ մենք ասում ենք այդ սահմանը պետք է աշխատի, Իրանը պետք է կայուն լինի, ու երկրորդը, որ ոչ ոք մտքով չանցնի այս խառը վիճակում մտնել ու ինչ որ ճանապարհներ մեզ հետ օտարել, ինչ որ ճանապարհներ։ Դա նաև ուղղված էր Միացյալ Նահանգների, ում հետ լավ հարաբերություններ ունենք, մենք ասեցինք հիմա Տրամպին, որ այս մեզ համար վտանգ է։ Ինչ դրա մեջ, ինչ վատ բան կա։ Նույն Տրամպը օրը մեջ փոխեց։ Այս վերջի մի օրը 3 թե 4 հայտարարություն արեց իրարա մեջ 4 սատը։ Բերեմ ձեզ։ Հրթիռների 3-րդ խմբականակն արդեն ուղղվել է։ Ուրեմն չէ, սպասի, բայց ինչի եք այդպես իրոնիա եմ խոսում, չհասկացա։ Իրանը պատասխաններ կտա, բայց ես դեմ եմ պատերազմի։ Ես կողմին ինչ ասեց մեր կառավարությունը։ Իմիջիայլոց մասը ասեմ, Պետրոս, այդ շատ կարևոր է ֆիքսել։ Այն մասը, որը համընկնում է եվրոպական դիրքորոշման հետ, որ էսկալացիան չպետք է լինի։ Ուրեմն այս հայտարարության մեջ հայկական նաև կա այն մասը, որը համընկնում է Եվրոպայի դիրքորոշման հետ։ Բոլոր եվրոպական երկրները, ու գլխավոր խաղացողները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Եվրոմիության այդ ղեկավարությունը, իրենց հայտարարությունները շատ իրար նման են, պարզա դիրքորոշումը, բայց այնտեղ կա էսկալացիան կտրականապես դեմ ենք։ Համաձայն համընկնում է մեր հայտարարության հետ։ Ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում։ 3 հայտարարությունները, այսօր 3 հայտարարություն է, պարոն Ղազարյանը, առաջին ալիք, երկրորդ ալիք, երրորդ ալիք,
հրթիռների, դրանք հենց էսկալացիայի մասին են, պարոն Գրիգորյան, այսինքն էսկալացիան պետք է չլինի, դա չի նշանակում, որ Իրանը չէ, խոսքը դրա մասին չի։ Խոսքը դրա մասին չի։ Էսկալացիա չլինելը եւ Իրանի դեմ ոտնձգություն կատարելը դրանք տարբեր բաներ են։ Եթե էսկալացիա պետք է չլինի, նշանակում է, որ երկու կողմերն էլ պետք է գործողություններ չիրականացնեն։ Այսինքն այստեղ չեզոքությունը հենց Հայաստանի համար կարող է լինել ձեր նշած ձևով էսկալացիան բացառել, լուծումներ գտնել։ Իրանը, երբ որ պահանջեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, գլխավորը, որը գրված էր, ասում է, տեսակ, մենք դեռ չենք պատասխանում։ Հավաքվեք, որ կանգնացնեք Իսրայելին։ Ուրեմն ուզում եմ ասել, որ Իրանը այդ պաուզան պատահական չի, որ վերցրել է այդ ժամանակը։ Եթե ինքը նույն պահին պատասխաներ, պարզ է, կասեն դուք արժանի եք իրեն։ Իրանը ժամանակ պահեց, պաուզան պահեց, ապացուցեց, որ ագրեսիան կատարվում է ու ասեց, մենք իրավունք ունենք պատասխանելու, դա ՄԱԿ-ի այդ փաստաթղթը, որ տարածեցին, այնտեղ գրած է։ Պարոն Ղազարյան, այստեղ տպավորություն չստեղծվի, թե ես Իսրայելի կողմից եմ եւ այսպես շատ սխալ տպավորություն է։ Ես ուղղակի չեմ առաջնորդվում իմ ցանկություններով կամ իմ կողմնորոշումներով, ես առաջնորդվում եմ նրանով, ինչ որ ըստ իս լինելու է։ Ես առաջնորդվում եմ, փորձում եմ առաջնորդվել նրանով, ինչ որ ես կարծում եմ, որ իրական է։ Իսկն ես շատ կուզեի, որ Իրանը լիներ այն պետությունը, որը որ կարողանար եւ իր գլխավոր իր զինված ուժերի գլխավոր շտաբի պետին իր բնակարանում կանար պաշտպաներ, որ իր մայրաքաղաքում իր գլխավոր շտաբի պետին չսպանեին եւ նրան պետությունը, որ կանար Իսրայելին էլ համարժեք պատասխան տար։ Ես շատ կուզեի, բայց այս պայմանությամբ իրավիճակը մի փոքր այլ է եւ ելնել քո ցանկություններից, բարոյականի ու արդարության մասին քո պատկերացումից, ոչ թե հողի վրա իրականությունից, ինձ թվում է Հայաստանի համար մի փոքր մեծ ճոխություն է։ Այստեղ հնչեց, որ տեսեք Թուրքիան ինչ է արել, բայց հարգելի պարոն Գրիգորյան, Հայաստանը Թուրքիա չի։ Թուրքիան պետությունը, որը կարա իր նման ճոխություն թույլ տա։ Թուրքիան պետությունը, որը կարա սխալվի, կարա ճիշտ լինի, ունի խորություն եւ քաղաքական, եւ տարածքային, եւ ռազմավարական, ես չեմ ասում եմ միջազգային մամուլը մի րոպե հիմա։ Սպասեք, դուք չասեցիք, որ Ադրբեջանը մի քանի րոպե առաջ Ադրբեջանը փոքր երկիր է, բայց իր կամքը ցուցաբերում է, ցուցադրում է, չի համաձայնվում Թուրքիայի հետ։ Հիմա մենք ցուցաբերենք մեր կամքը։ Ցավոք սրտի Ադրբեջանել չենք։ Մենք ցավոք սրտի Ադրբեջանել չենք։ Ադրբեջանը եւ ավելի դիմադրունակ պետությունա, քան մենք, եւ ավելի իշխան պետությունա։ Այս ձևի տրամադրություններով հերու մենք չենք։ Դե հիմի կանանք այս ձևի տրամադրություններով հերու չենք։ Լավ էլ զարգանում է։ Հայաստանը լավ էլ հիմա զարգանում։ Չէ, զարգանում է, լավ է։ Ես առաջարկում լսենք պարոն Պետրոսյանի կամքը։ Մեկ ասեց չի զարգանում։ Պարոն Պետրոսյան, դուք ինչ կարծիք ունեք։ Խառնում եք, դուք սխալ եք տեսնում իրականությունը ու ապագան։ Ես չեմ ասում, որ Հայաստանը շանս չունի դառնալու Ադրբեջանից ավելի մեծ պետություն։ Ես ասում եմ, այս պայմանությամբ իրականությունը հողի վրա սա է։ Հիմա դա դες դուր է գալի թե դուր չի գալի, դա ուրիշ հարց է, բայց իրականությունը սա է։ Բայց ինչի՞ չեք ուզում լսել, երբ որ ասում են, որ պատասխան ստանում է։ Այն միտքը, որ այս հայտարարությունը մեզանից ինչ որ վտանգներ հեռացրեց, դա նույնից եմ ասում, սա գծային մտածողություն է, սա սխալ մտածողություն է։ Այդ հայտարարությունը այդ վտանգները մեզ մեն մոտեցրեց։ Վտանգները քեզանից չես, պարոն Քոչարյան, վտանգները քեզանից չես հեռացնում հայտարարությունով, պարոն։ Բնականաբար։ Դրա համար այն արգումենտը թե մենք հայտարարություն, հիմա դուք հակառակն եք ասում, եթե որպես չաստեմ կասում չեմ ասում։ Ասում եմ դուք ասում եք, այս հայտարարությունը մենք այս բաները վտանգները մեզանից հեռացրեցինք։ Ես ասում եմ, դու եթե երկու կողմերին էլ ինչ որ ընդ որում երկու կողմից նկատի չունեմ Իսրայելին, ես եթե նկատեցիք մի քանի անգամ խոսեցի Միացյալ Նահանգների դիրքորոշման մասին։ Եթե դու երկու կողմին էլ ուղղված որոշակի մեսիջներ ուղարկեիր, այն հավանականությունը, որ հայ-իրանական սահմանի այսպես գործիքայնացումը կոնֆլիկտի մաս դարձնելը էականորեն այդ դեպքում կնվազեր։ Երբ որ դու Միացյալ Նահանգներին ցույց տար, որ դու կողմես իր առաջարկած բանակցային գործընթացին, թեկուզ եւ իրան այն հայտարարության մասը, որը վերաբերվում է Իրանին, էտել լիներ, դա հայ-իրանական սահմանը որպես այդ մեծ կոնֆլիկտի մաս, որպես դրա մի բաղկացուցիչ դարձնելու հավանականությունը կիչեցներ։ Քանի որ դու դիրքորոշում ես հայտնել եւ Իրանին ես պատասխանում։ Ես հասկանում ձեր տրամաբանությունը, ես ձեր տրամաբանությունը ամբողջովին հասկանում, բայց Ադրբեջանն ունի իր խնդիրները լուծելու։ Հայաստանն ունի իր խնդիրները լուծելու։ Դե հիմա տեսեք, Ադրբեջանի պարագայում այս պահին Միացյալ Նահանգների լոյալությունն ապահովում է։ Նրանք կարծում են, նրանք վստահ են, որ վերջ, Իրանի հարցը արդեն լուծված է։ Հիմա իրանք մեկ այլ խոչընդոտ ունեն, դա Միացյալ Նահանգների հնարավոր խոչընդոտ, դա Միացյալ Նահանգների դիրքորոշումն է։ Պարոն Քոչարյան, վերջը պարոն Քոչարյան, մեր խնդիրը, պարոն Քոչարյան, այլ է, մեր խնդիրը Ադրբեջանից բխող սպառնալիքները կանգնեցնելն է։ Եվ ես կարծում եմ, Իրանն այս պահին ունի եւ դեռ տևական ժամանակ ունենալու է ներուժ գոնե Ադրբեջանին զսպելու եւ այստեղ երկիմաստ քայլեր անելու կարիք չկա։ Իրավիճակը
շատ արագ է զարգանում, դինամիկ է զարգանում։ Կարճաժամկետ հեռանկարում ես չեմ կարծում, որ մենք պետք է դիրքորոշում փոխենք։ Եվ պետք է այս դիրքորոշումը շարունակվի, իհարկե դինամիկայի հետ կարելի ավելի հղկել, ավելի ճկուն գործել, բայց այս բանին կարծում եմ, որ երկիմաստ հայտարարություն։ Շատ լավ, պարոնակ, եւ վերջին որ ամփոփենք, ձեր կարծիքով այս ամենը երկար կտևի, թե այնուամենայնիվ այս փոխադարձ հրթիռակոծումներով կավարտվի թեման։ Այս սա կտևի 10 օր, 20 օր, մի ամիս, այսինքն կտեսնենք պատերազմ թե օպերացիա։ Խնդրեմ, պարոն Քոչարյան։ Շատ դժվար հարց եք տալիս։ Ինչու է այդ հարցը դժվար, որովհետև սա տրադիցիոն պատերազմ չի, որ մենք ինչ որ տենց չափումներ բանակների դեմ ցամաքային ներխուժում։ Այստեղ ես կարծեմ հիմնականում հարցը դրված ելնելու այսպես թե կողմերից որը ավելի շուտ կսպառի պատերազմը արդյունավետ շարունակելու իր կարողությունները, իր ռեսուրսները։ Այսինքն հրթիռները։ Մենակ հրթիռները չեն, նաև հողի վրա օպերատիվ տեղեկությունները, հետախուզական տվյալները, հազար ու մի բան կա, որոնցից կախված այս հեռահարտ, այս տեխնոլոգիական պատերազմի ուրեմն արդյունքները։ Այս պահեդրությամբ Իսրայելից հնչող հայտարարությունները առայն, որ իրանք նպատակադրված են այս ուրեմն գործողությունները հասցնել դրանց իրենց բառապաշարով ասած տրամաբանական ավարտին, եւ մյուս կողմից Իրանում այդ կարմիր դրոշ բարձրացնել բան, այնքան է նման չի, որ մոտալուտ ապագայում մենք կտեսնենք պատերազմի ավարտ, բայց մյուս կողմից էլ այս հարաբերությունները շատ ունիկալ են, որտեղ բոլորը շատ այսպես բարձր գրադուսով միշտ խոսում են, բայց անցյալ բոլոր անգամներում դա չի տևել 2-3 օրից ավել։ Դրա համար շատ դժվար է անկեղծ ասած ձեր հարցին պատասխանել։ Ես կարճ ասեմ, 3 հիմնական գործոն կա, որով պայմանավորված է հնարավոր ընթացքը, այսինքն որքանով է իրանական կողմը վճռական եւ նաեւ ընդունակ պատասխանելու եւ նաեւ ռազմավարական հարված հասցնելու, վնաս հասցնելու Իսրայելին, սա առաջին։ Երկրորդը, որքանով իրավիճակը չի տեղափոխվի Իրանի տարածք, որտեղ Իսրայելի գործը որտեղից։ Ասեմ, այո, ոչ ներխուժումը չէ։ Այս պահին այո, իսրայելական քաղաքականությունը միտված է Իրանի ներսում հեղափոխական գործընթացներ հրահրելուն։ Այսինքն, եթե իրանական իշխանությունները կարողացան կանխել այս զարգացումը, հնարավոր է, որ մի քիչ արագ կանխվի։ Եվ երրորդը միջազգային դիվանագիտական ջանքերն են, որոնք եթե ինձ թվում է նպատակային գործեն կարողանան արագ կանգնեցնել, բայց այս բանին դրա հավանականությունն էլ չեմ տեսնում։ Այսինքն մեկ օր ընդհանրապես սկսելը պետք է հետևել դերևս։ Շնորհակալություն, այս ամեն դեպքում պիտի արձագանքեմ նախորդ զրույցին եւ ժամանակը իրար հետ կամփոփեմ։ Ես քանի որ պարոն Քոչարյանը այդ խոսությունը բացեց, ես առաջնորդում եմ Հայաստանի Հանրապետության պետական շահերով եւ այս վերջին խոսքում պարոն Պետրոսյանը ինչ որ ասաց, իր նշած 3 տարբերակներից երկուսը առնվազն խոսում են այն մասին, որ Իրանում կարող են տեղի ունենալ որոշակի փոփոխություններ միջազգային հանրության հետ հարաբերությունների առումով եւ ներքաղաքական հարաբերությունների առումով։ Եվ հենց այդ փոփոխությունների տրամաբանության մեջ Հայաստանին այսօր պետք չէր անմիջապես Իրանին աջակցություն հայտնել, այն էլ Իրանի այս ռեժիմին աջակցություն հայտնել։ Կարելի էր լինել չեզոք եւ սпасել տեսնել, թե հարաբերությունները որ կողմ են թեքվում, հետո նոր ավելի ուժեղի կողմը լինել։ Իհարկե ավելի ուժեղ չի նշանակում Իսրայելի կողմը լինել, գուցե այդ ավելի ուժեղը լինի Իրանի նոր ղեկավարությունը, օրինակ, այլընտրանքային ինչ-որ մի տարբերակ։ Եվ ընդհանուր առմամբ հենց այս տրամաբանության մեջ էլ ես պետք է ձեր վերջին հարցին պատասխանեմ, իրադարձությունները այնքան անորոշ են, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք, տեսնենք, թե կողմերից որ մեկն է գնում զիջումների։ Եվ շատ հավանական է, որ այդ զիջումների գնացող կողմը լինելու է Իրանը, որովհետև առաջին հայացքից Իրանը իր հնարավորություններով, իր պատրաստվածությամբ, ռազմականներով Իսրայելի ողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումներ են սկսվել։ Այո, իհարկե կլինեն։ Խնդրեմ։ Շատ բան է կախված ամերիկացի միջամտեն այդ process-ին, կսկսեն աջակցել եւ այդ ռմբակոծություններին մասնակցել Իրանի տարածքում տարբեր օբյեկտների դեմ։ Եթե ամերիկացի միջամտեն, պարզ է հավասար չեն լինի ուժերը, միգուցե շուտ ավարտվի։ Բայց ես ինչքան հասկանում եմ, Իսրայելը պլանավորում է երկար պայքար տանել, մի երկու շաբաթ, գոնե այդ ինֆորմացիան կար եւ պաշտոնական մակարդակով եւ ոչ պաշտոնական, եթե երկարի այս process-ը, այդ լարվածությունը, այդ պատերազմական գործողությունները, օպերացիա, ոնց ուզում եք ասել, կարող է տեղափոխվի պատերազմական գործողությունների, դասական պատերազմ կլինի ու ապակայունացում կգնա, ինչը շատ վատ է։ Որտեղից են իսրայելական զորքերը հարձակվելու Իրանի վրա։ Տարբեր ձևեր կան, նաև դեսանտներ, իմիջիայլոց
Կարմիր ծովում դեսանտային այդ իրանց մեծ նավերը մոտիկացրեց նաև Իսրայելը, ոչ միայն այնտեղ են մեծ նավերը ամերիկյան կա դեսանտային բաներ կան, ինչու մասին է խոսքը, բայց ես հույսով եմ, որ դրան չի հասնի, բայց չեմ բացառում, որ ռմբակոծությունները շարունակվեն 1-2 շաբաթ, ինչը կբերի մեծ անցանկալի զարգացումներ, այդպես ասեմ։ Ասում է, որ նաև հարվածում են այն տեղերին, որտեղ կան հրեական ատոմային ռեակտորներ, մի խոսքով Պետրուս ջան, մի լավ բան ասեք։ լավ բան, մի րոպե, լավ բան, Ձերական ակնկալիքներով։ Հա, բանին Հովիկ Աբրահամյանին են ձերբակալել, դե չգիտեմ այդ ինչքան է լավ բան, նայածում համար։ Շնորհակալություն պարոնակ, սիրելի հեռուստադիտողներ, մենք կհետևենք իրադարձություններին եւ կփորձենք հնարավորինս վերլուծել եւ ձեզ ներկայացնել տարբեր կարծիքներ, որպեսզի ձեր մոտ հնարավորինս adekvat ռեակցիա լինի այն ինչ կատարվում է ցավոք սրտի մեր տարածաշրջանում։ Շնորհակալություն պարոնակ, կհանդիպենք ցտեսություն։